Բարև ձեզ արգելի բարեկամներ, խնդրում եմ գրանցվեք, տարածեք, հավանեք։ Այսօր խոսենք կաթնագեղձի ուռուցքի մասին, որը կոչվում է մաստոպաթիա, հայերեն կաթնագեղձ աղտ, այսինքն կաթնագեղձի բորբոքային հիվանդություն։ Ցավոք սրտի վերջի շրջանում այդ հիվանդությունը բավականին մեծ տարածում ունի եւ հանդիպում է հիմնականում նախակլիմաքսային եւ կլիմակտերի շրջանում գտնվող երիտասարդ կանանց մոտ։ Հիվանդության ժամանակ կաթնագեղձում զարգանում է շարակցական հյուսվածք, աճում է շարակցական հյուսվածք եւ էպիթելային հյուսվածքի բջիջների աճու տարածում է տեղի ունենում։ Կլինիկորեն, երբ որ կրծքին ձեռք ենք տալիս, ապա տեսնում ենք, որ կրծքի հյուսվածքը լինում է ձգված, կարծրացած, շոշափումը լինում է ցավոտ, գեղձը լինում է դեֆորմացված, այսինքն ձևափոխված, պտուկը ներս ընկած է լինում եւ պտուկից լինում է արտասովոր արտադրություն, սև գույնի, կարմիր գույնի, կաթնագույն, դեղին, այդպիսի արտադրություններ են լինում։ Հիվանդությունը զարգանում է, այսինքն ասեցինք այդ շրջանում եւ այստեղ կարևոր նշանակություն ունի հիվանդի հորմոնալ վիճակը, հորմոնալ խախտումների ժամանակ են տեղի ունենում ներքին սեկրեցիայի գեղձերի, դա նպաստավոր է համարում նաև նյարդային համակարգի գերգրգռված վիճակը, դեպրեսիվ վիճակները, նա կարող է լինել լյարդի եւ կանացի սեռական օրգանների բորբոքային հիվանդությունների հետևանքով, կարող է լինել վնասվածքի հետևանքով, այսինքն տրավմա, երբ որ կրծքագեղձին հարված կպնի եւ այլը, այդ սննդի խանգարումների ինչ-որ հետևանքով, սրանք բոլորը պատճառներ են, կարող է առաջանալ հիվանդությունը։ Հիվանդությունը առաջանում է նաեւ արևայրուքների ժամանակ, զագար, երբ որ ամառը գնում են տաք երկրներ եւ ծովափերին արևայրուք են ստանում, զագար են ընդունում, ապա արևը չնայած բոլորի բարեկամն է, բայց այս պարագայում նաև հրաժարվում է բարեկամ դառնալուց եւ լինում է վնասակար, այսինքն դա պատճառ է հանդիսանում կրծքագեղձում ուռուցք առաջանալու համար։ Այդ իսկ պատճառով, եթե ամառը գնում եք ինչ-որ միտեղ հանգստանալու եւ պետք է օգտվեք արևային վաննաներից, ապա հարկ եմ համարում, որպեսզի գնալուց առաջ ստուգվեք գինեկոլոգի կողմից, չկան արդյոք նախադրյալներ կամ մի որևէ պատճառ, որը դες արգելք է հանդիսանալու արևից օգտվելու համար։ Ավելի վնասակար է սոլյարին։ Սոլյարի, երբ որ կանայք ընդունում են մաշկի գույնը փոխելու շոկոլադնի դառնալու համար, ապա սոլյարին շատ ավելի վնասակար է, քան արևայրուկը։ Ամեն դեպքում, երբ որ հիվանդությունը արդեն առաջացել է, պետք չի տագնապել, ընկնել ինչ-որ նևրոտիկ վիճակների մեջ, բոլորը բնականաբար մտածում են վերահաս քաղցկեղի մասին, սակայն ծայրահեղ դեպքերում կարող է մաստոպաթիայից առաջանալ քաղցկեղ։ Ամեն դեպքում բացառված չէ, բայց դե այդպես տագնապել չի կարող։ Պետք է ձեռնարկել բուժման միջոցներ եւ բավականին դյուրին ձևով հիվանդները բուժվում են։ Մենք ունեցել ենք հարյուրներով այդպիսի հիվանդներ, գուցե նրանցից շատերը այժմ ինձ լսում են, բուժվել են եւ անցել արդեն երկար տարիներ, 30-40 տարի եւ այդ հիվանդները ոչ մի բանի կարիք չեն ունեցել։ Չնայած որ մաստոպաթիան երբեմն նաեւ կրկնվում է անբարենպաստ պայմանների հետևանքով։ Հարգելի բարեկամներ, ուրեմն
մեր հիվանդներին հիմնականում բուժում էինք այս անահիտ քսուկով, բնականաբար տալիս էինք նաև խմելու միջոցներ, դրանք բուսական միջոցները տալիս էինք այդպես ներծծող հակաբորբոքիչ միջոցներ, բայց արտաքին քսման համար տալիս էինք այս մեր քսուկը, անահիտ քսուկը, որը տալիս էր հրաշալի արդյունք։ Պարզապես հրաշալի արդյունք, երկար տարիներ մենք բուժել ենք հիվանդներին այս քսուկով։ Կարևոր նշանակություն ունի նաև տատրակի տերևների եփուկը, տատրակի տերևներից պատրաստում եք եփուկ եւ դնում եք թռչոցներ կրծքագեղձի վրա, կատնագեղձի վրա, կրծքագեղձ ունի նաև տղամարդը, կնոջը դա կատնագեղձն է, կատնագեղձի վրա թռչոցներ, որը մի քանի անգամ 1-2 ժամով, որը ներծծում է այդ հակաբորբոքայինը եւ ներծծում է ուռուցքը։ Այստեղ կարևոր նշանակություն ունի նաև ալոճի եփուկը, 100 գրամ ալոճը լցնում եք 5 լիտր եղման ջրի մեջ, դանդաղ եփում եք 15-20 րոպե, սառնելուց հետո քամում եւ թռչոցներ եք դնում կատնագեղձի վրա։ Լավ արդյունք է տալիս նաև թարմ ալոճը, երբ որ այն տրորում եք, թարմ ալոճը այսպես տրորում եք, փռում եք կտավի վրա, հուշի կտորի վրա եւ դնում եք կատնագեղձին, պահում եք մինչեւ առավոտ։ Արտնավետը նաև կաղնու կեղևի եփուկը, դարձյալ պատրաստում եք եփուկ եւ թռչոցներ եք դնում գեղձի վրա։ Շատ լավ արդյունք է տալիս նաև թարմ կաղամբի տերևը։ Թարմ կաղամբի տերևը այսպես ծեծում եք այդ փայտե մուրճով, շատ չջարդեք, թեթև ձևով այսպես տպտպացնում եք, ջարդում եք եւ վրանքսում եք բարակ շերտով յուղ, դնում եք գեղձի վրա, երեկոյան եւ առավոտյան հանում եք։ Եթե դուք կարող եք այս պրոցեսի ժամանակ վերցնել աղաթած կաղամբի թարմ տերև, խառնեք թթվեցրած կաթի հետ, փռում եք վուշի կտորի վրա եւ դնում եք կատնագեղձի վրա։ Երեկոյան դնում եք, այսինքն գիշերը առավոտյան հանում եք։ Արդյունավետ է նաև կաղամբը, երբ որ այն խառնում եք մեղրի հետ, ներողություն բազուկը այսպես լավ քերում եք, խառնում եք քիչ քանակությամբ մեղրի հետ, դնում եք այդ տերևի վրա, նախորոք արդեն ջարդած տերևի վրա, փափկեցրած եւ դնում եք գեղձին, գիշերը դնում եք, առավոտյան հանում եք։ Մինչև որ գեղձը փափկի, շատ հրաշալի արդյունքներ են տալիս այդ միջոցները։ Ուրեմն խմելու համար խմում եք կռատուկի արմատներից պատրաստված եփուկը, 3 ճաշի գթալ, 5 լիտր եղման ջրի մեջ 10 րոպե դանդաղ եփում եք, սառնելուց հետո քամում եւ խմում եք կես թեյի բաժակ, օրը 3-4 անգամ քաղցած վիճակում։ Արդյունավետ է նաև վշենիկը դա այդ փողի ծառն է, փողի ծառն ասում ժողովուրդը, մանրացնում եք, դարձյալ 3 ճաշի գթալ, կես լիտր եղման ջրի մեջ 15 րոպե եփում եք, քամում, սառնելուց հետո եւ խմում եք կես թեյի բաժակ, որը 3-4 անգամ քաղցած վիճակում։ Սիրելի տիկնայք, օրիորդներ, աղջիկներ, ձեզ առողջություն եմ ցանկանում, եթե կունենաք հարցեր կարող եք դիմել, զանգահարել, իսկ տեղեկատվության եւ բուժման համար դիմում եք Պուշկինի 38, իմ հեռախոսը կա մանիտորի վրա, գրքերը, որոնք բժշկարան եւ ալկամա գրախանութներում չեն վաճառվում, սա բժշկարան գիրքը պարունակում է 90 հիվանդություն, այստեղ կա նաև բույսերի ատլաս,
նկարներ գունավոր տակագրատի 3 լեզվով հայերեն, ռուսերեն, լատիներեն։ Հիվանդության նկարագիրը գրված է ընդարձակ, հասկանալի բոլորի համար, տնային տնտեսուհուց մինչև պրոֆեսորը, եւ բուժումը տրված է հիվանդությունների ժողովրդական բժշկության մեթոդներով, դեղատամսերով։ Մյուս գիրքը Ալկամա, որը սանսկրիտով կոչվում է Աստծո պարգև կամ հին արաբերենով, ընդգրկում է 170 հիվանդություն։ Գիրքը նույնպես ունի իր այսպես նկարների պատկերասրահը, այն բոլոր բույսերը, որոնք օգտագործված են դեղատամսերում, բոլորի նկարները կա, տակը գրված է 3 լեզվով, բացի դրանից բույսը նաև ունի քառալեզու բառարան, հայերեն, ռուսերեն, երկուսն էլ հայերեն, ռուսերեն, լատիներեն եւ անգլերեն։ Առողջություն դեպի միշտ նոր հանդիպում։